Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիայի եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքից պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանն է։ Բարի երեկո Տիկին Հովսեփյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Հովսեփյան, գիշերը 6 ժամ տևած դատական նիստի հետևանքով կալանավորվեց Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։ Փաստաբան Նարան Վարդևանյանը Արմատ մեդիայի հետ զրույցում ասաց, որ դատավորին չի ներկայացվել որևէ հիմք, որը կարող էր պատճառ դառնալ այդ կալանքի, բայց այնուամենայնիվ որոշում կայացրեց կալանավորելու։ Ավելի վաղ կալանավորվել էր նաև Ուժեղ Հայաստան կուսակցության համահիմնադիր Ալիկա Ալեքսանյան, եւ եթե փորձենք ընդհանուր մեծ համայնապատկերը դիտարկել, կտեսնենք, որ Ուժեղ Հայաստանը ԿՊԱ-ական իշխանության եւ ԿՊԱ-ական իշխանության հետ սերտ աշխատող ու հրահանգներ կատարող իրավական համակարգի թիրախում է, ինչու։ Նախ կուզենայի նաև ընդգծել, որ պարոն Ղազինյանը նաև մեր խորհրդի անդամն է, այսինքն առաջին հնգյակի մեջ է մտնում։ Պարոն Ղազինյանը քարը քարի վրա չէր թողնում այս իշխանությունների ապօրինությունների նկատմամբ, երբ հեծի շուրջ ինչ-որ տեղի էր ունենում, նա այն գիտակներից էր, որ կարողանում էր պարզերես անել այն բոլոր ապօրինությունները, կարելի ասել խուժանությունները, որ անում էին հեծի նկատմամբ այս իշխանությունները, եւ այն ինչ որ տեղի է ունենում այսօր Ուժեղ Հայաստանի անդամների համակիրների նկատմամբ որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, օրենքի հետ, իրավունքի հետ, սա բացառապես քաղաքական պատվեր է, քաղաքական գործընթացներ են, որի հիմնական նպատակն այն է, որպեսզի նեյտրալիզացնեն այն մարդկանց, ովքեր որ ունեն որոշակի ներուժ, որոշակի ինտելեկտ, որոշակի կամք այս իշխանություններին փոխելու եւ բոլոր դեպքերը թե պարոն Ղազինյանի թե Ալիկա Ալեքսանյանի դեպքերը սրա վառ ապացույցն են առայն, որ այստեղ իրավաբանություն չկա, կա միայն քաղաքական պատվեր։ Եթե քաղաքական պատվեր է, դա նշանակում է, որ քաղաքական պատվերը նաև ունի նպատակ վախեցնելու, որպեսզի ձեր շարքերը նոսրանան։ Այդ ֆակտորը աշխատում է թե ոչ։ Տեսեք ինչ ֆենոմեն է Ուժեղ Հայաստանը։ Մենք ունենք ընդամենը 4 ամսվա պատմություն, որպես քաղաքական ուժ, որպես կուսակցություն, եւ Հայաստանի երևի պատմության մեջ որևէ քաղաքական ուժ նման լայնամասշտաբ բռնաճնշումների չի ենթարկվել։ Մեր կուսակցության անդամների համակիրների շուրջ 700 հոգի ենթարկվում է բռնաճնշումների։ Սա աննախադեպ թիվ է, չգիտեմ, անգամ կուսակցություններ կան, որ 20 հոգի են երևի այդ կուսակցության ներսում, մենք միայն 700 հոգի ունենք, որ շուրջ 700 հոգի, որ բռնաճնշումների է ենթարկվում, եւ էլ չեմ ասում այդ նախընտրական այդ վերջին օրերին, ինչ մեծ ալիքներով, հենց բուն ընտրությունների օրը, եթե հիշենք Գյումրիում մեր գրասենյակը ենթարկվեց հարձակման, կարելի է ասել, բայց մենք այն ֆենոմենալ ուժն ենք, որ շարունակում ենք մեր օրակարգը, որ շարունակում ենք ոչ միայն լինել, այլ նաեւ ուժեղանալ։ Այս վախի մթնոլորտը, որ փորձում են ստեղծել այսօրվա իշխանությունները, կարող էր գործել, չգիտեմ, երևի ինչ որ մինչև մի մակարդակ այդ բռնաճնշումների։ Երբ որ դու հատում ես արդեն դա, արդեն մենք էլ մեր իմունիտետը ունենք այդ ամեն ինչի նկատմամբ եւ մեր թիմում բոլորը գրեթե պատրաստ են, որ մի օր նրանց հետևից են գալու, ես պատրաստ եմ, մյուսները պատրաստ են, որ պարզապես ինչ որ քաղաքական հաշվարկի հարց է, երբ ում հետևից կարող են գալ, քանի որ այստեղ չկա բացարձակապես իրավական խոսույթ, այլ միայն քաղաքական է եւ մենք ոչ թե թուլանում ենք, այլ ընդհակառակը ավելի ենք ուժեղանում այս ամենից։ Տիկին Հովսեփյան, դուք ասում եք, որ ունեք իմունիտետ եւ առհասարակ ձեր դեմ բռնաճնշումներից դուք ուժեղանում եք։ Արդյոք ուժեղանում եք այնքան, որ գնաք խորհրդարան, աշխատեք այնտեղ որպես ընդդիմություն եւ չարժանանաք Հայաստան եւ պատիվ ունեմ դաշինքների ճակատագրին, իսկ ինչ ճակատագրի արժանացան նրանք նախորդ ընտրություններին հավաքել էին ավելի շատ ձայն, քան հավաքեցին այս ընտրություններին, մասնավորապես Հայաստան դաշինք ուղիղ 50%-ով պակաս ձայն է հավաքել։ Հիմա ձեր ուժեղությունը, ձեր իմունիտետը հերիքելու է, որ դուք այդ ճակատագրին չարժանանաք։ Նախ ավելացնեմ, որ մեր կուսակցությունը ոգևորվում այս դիմակայունությամբ եւ իմունիտետով ոգևորվում է հենց մեր ղեկավարից։ Երեք ուղիղ 1 տարին է լրացել, որ Սամվել Կարապետյանը
ապօրինի ենթարկվում է քաղաքական հետապնդումների եւ գտնվում է անազատության մեջ։ Նա մեզ համար, մեր կուսակցության համար այն կերպարն է, որ դիմադրության, դիմակայունության այն մարմնավորումն է, որով մենք ոգեշնչվում ենք եւ մոտիվացվում ենք։ Ինչ մնաց հարցը, արդյոք այս դիմակայունությամբ մենք կարող ենք գնալ ազգային ժողով դիմադրել եւ չարժանանալ նույն ճակատագրին, ինչ որ 21 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցավ։ Նայեք, նախ հիմա վաղ է դրա մասին խոսել, որովհետեւ դեռ պետք է սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված։ Իհարկե կան արդեն բոլորս էլ Հայաստանից ենք հասկանում ենք, թե Սահմանադրական դատարանը ինչ կազմ ունի, ովքեր են այնտեղ, բայց այնուամենայնիվ իրավական տեսակետից գոնե պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, եւ հետո այստեղ ամենակարևորն այն է, որ ցանկացած կուսակցություն իր քաղաքագիտության մեջ, հա, թեորիայով ամենաբարձր ցուցանիշը արձանագրում է իր ձևավորման առաջին փուլում, առաջին ընտրություններում, այսինքն դա այն ռևոկն է, հա, ռուսերեն ասած, ցածկն է, որ կուսակցությունը անում է, եւ հետագայում շատ ավելի դժվար է լինում պահել այդ թիվը եւ առհասարակ շատ դժվար է լինում հետագայում գերազանցես քո նախորդ ցուցանիշը, այլ լավագույն դեպքում դու պետք է պահես այդ ցուցանիշը։ Տարբեր իրավիճակներ են 21 թվականի եւ այսօրվա, բայց ուժեղ Հայաստանը ունի քաղաքական որոշում պայքարը շարունակվելու է տարբեր ձևաչափերով, մեկը մյուսին տարբեր սցենարներից չեն հակադրվում, հակասում, բայց ժամանակ կգա, մենք հայտարարությամբ հանդես կգանք, ամեն դեպքում մենք հավատարիմ ենք մեր տված խոստումներին, մենք հավատարիմ ենք մեր նպատակին եւ պայքարը շարունակելու մեր որոշումը արդեն իսկ իրականություն է։ Ես այսօր լսում եմ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին, նա խմբագիրների հետ հարցազրույցում ասում է, որ այո, ձևավորում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա եւ խոսում է այո, պայքարը շարունակելու մասին, ասում է, որ մանդատներ վերցնել չվերցնելու հարցը դեռ հստակ չէ, եւս պետք է լինեն քննարկումներ, հա, բայց երբ դուք խոսում եք պայքարի մասին, այդ պայքարը գետնի վրա ինչ տեսք է ունենալու։ Մեր ժողովուրդը, երբ քաղաքական գործից լսում է պայքար բառը, հասկանում է փողոցային պայքար։ Արդյոք դուք երբ ասում եք պայքար, նկատի ունեք փողոցային պայքարը, թե դուք պայքար կհամարեք օրինական, երբ ազգային ժողովում ներկայացվածություն ունենաք, գործուղվեք տարբեր երկրներ, տարբեր ամբիոններից խոսեք այն մասին, որ Հայաստանում բռնատիրական կարգեր են։ Այդ պայքարը ինչ տեսք է ունենալու գետնի վրա։ Նախ մեկը մյուսին չի հակասում, դու կարող ես լինել ազգային ժողովում եւ լինել փողոցային պայքարի առաջամարտիկներից, այսինքն դա չի հակասում, մեկը մյուսին չի բացառում, հա, մյուս կողմից Եթե խոսում ենք, չգիտեմ, գործողումներից, բարձր ամբիոններից խոսալուց, դա այս պարագայում երրորդական, չորրորդական հարց է, որ առհասարակ անգամ մենք չենք էլ քննարկում հիմա դա։ Հիմա քննարկվում է ռազմավարությունը, քննարկվում է, հստակեցվում է ավելի ճիշտ ռազմավարությունը, որով որ մենք մեր պայքարը շարունակելու ենք։ Պայքարը, ինչպես նշեցիք, տարբեր ձևաչափերով կարող է լինել։ Դա կարող է լինելով ազգային ժողովում որպես ընդդիմություն, միևնույն ժամանակ առաջ տալ փողոցային պայքար, կարող է լինել բացառապես ոչ ազգային ժողովում ներկայացված լինելով, արտախորհրդարանական ուժ լինելով, ինչ որ գործունեություն ծավալելով, բայց այնուամենայնիվ քաղաքական գործունեությունը ինքը առաջին հերթին հենց դրսևորվում է ազգային ժողովում։ Այսինքն անգամ եթե կա փողոցային պայքար, այդ փողոցային պայքարը պետք է լինի մեկ անգամ ու վերջնական։ Մենք հստակ հասկանում ենք, որ մեր ժողովուրդը այս վերջին 6 տարիների ընթացքում փողոցային պայքարի մասով որոշակիորեն հուսահատվել է, հուսալքվել է, շատ մասնագետներ անգամ ասում են, որ իրական փողոցային պայքար չի եղել, որովհետև չենք ունեցել այն ենթակառուցվածքները, մենք հախուռն այսպես ինչ որ բաներ էին տեղի ունենում, բայց ենթակառուցվածքներ ու սիստեմա չկար այդ փողոցային պայքարի, որը որ օբյեկտիվորեն հանգեցրել է մարդկանց որոշակի հիասթափության։ Մենք շատ լավ ենք հասկանում բոլոր ռիսկերը եւ հասկանում ենք, որ եթե լինի փողոցային պայքար, ապա դա պետք է լինի մեկ անգամ ու վերջնական հաղթանակով։ Մենք չենք կարող փողոցային պայքարի մասին այսպես շատ հեշտ աչուձախ խոսել, որովհետև դա կա
հստակ պատասխանատվություն։ Մենք որպես գլխավոր ընդդիմադիր ուժ, մենք շատ ենք զգում ու այդ պատասխանատվությունը, որ մեզ վրա դրվում է, եւ այն վստահությունը, այն հույսերը, որ մարդիկ մեզ հետ կապում են։ Դրա համար մենք չենք շտապում հայտարարություններ անելու, սպասում ենք քայլ առ քայլ, մենք անում ենք մեր հայտարարությունները ու գործերի մասին տեղեկացնում ենք։ Դուք չեք շտապում, բայց շտապում է Նիկոլ Փաշինյանը, նա երեկազգային ժողովում հայտարարեց, որ այդ 500,000-ը, որ ընտրել են ընդդիմությանը, այդ 500,000-ը փաստորեն խոշոր հաշվով Փաշինյանի ճշգրիտ ձևակերպումը այս պահին չբերեմ, ռևանշիստներ են։ Նրանք, այսինքն, ասում է Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար խնդիր են ստեղծել։ Այսինքն Փաշինյանը հիմա սպառնում է ոչ միայն ձեզ, այլ նաև այն մարդկանց, որոնք ընտրել են ձեզ։ Ինքն այդպես շտապում է։ Իրականում ինձ համար ես երկար էի այս հայտարարությունը փորձում ոչ միայն երեք մինչև էլ էր ասում, որ ընդդիմությանը տրված բոլոր ձայները ընտրակաշարքով տրված ձայներ են։ Գիտեք, որ երբ որ նա մեղադրում վիրավորում է ընդդիմությանը ինձ, ես որ անձնապես եմ ընդունում ցանկացած վիրավորանք, մենք արդեն ինչ-որ իմունիտետ ձեռք ենք բերում դրան նկատմամբ եւ հասկանում ենք, որ ինչ հաշվարկներով է դա արվել ու որևէ այսպես բան չենք զգում, ինչ-որ նեղվածություն բան։ Բայց երբ որ ինքը վիրավորում է մի ամբողջ հայ ժողովրդի, կես միլիոն մարդու, սա անկեղծ ես ինքս վիրավորված եմ զգում այդ մարդկանց համար, որովհետեւ այդ մարդիկ այն իրական պատկերն է հայ ժողովրդի, որ ասում է, որ համաձայն չի Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ համաձայն չի Նիկոլ Փաշինյանի հետ, իրանք բոլորը կաշառքով են գնացել, հա, ընտրության, ինքը չի հասկանում, որ մարդկանց պետք չի փող տաս, որ նրան Նիկոլ Փաշինյանին ատեն։ Մարդիկ առանց փողի են Նիկոլ Փաշինյանին ատում։ Ինքը չի պատկերացնում, որ մարդկանց պետք չի փող տաս, որ գնան Նիկոլ Փաշինյան չընտրեն։ Մարդիկ առանց դա էլ գնում են Նիկոլ Փաշինյան չեն ընտրում։ Հիմա սա ինչ է, սպառնալիք ձեր ուժին ընտրած մարդկանց հասցեին։ Սա սպառնալիք է ամբողջ հայ ժողովրդի հասցեին, որովհետև ես անկեղծ անգամ այն մարդկանց, ովքեր որ գնացել են Նիկոլ Փաշինյան են ընտրել, իրենց համարում է մեր հասարակության մի մասը։ Իրանց պետք չի պարակտել, ասել, դու այս մեկին ես ընտրել, դու այն մեկին ես ընտրել։ Ես հենց այս պարակտումն է, որ մեզ փորձում են տանել դեպի դու ու պարակտել, որպեսզի չկարողանանք միասնական ավելի ուժեղ ձայն բարձրացնել։ Անգամ այն մարդիկ, ովքեր որ գնացել Նիկոլ Փաշինյանն են ընտրել, նրանք մեր հասարակությունում են, մենք չենք կարող նրանց անտեսել եւ անգամ այս հայտարարությունը, որ գնացել են ընտրակաշառքով են ընտրել մի մասը, պատկերացրեք մի ընտանիքում մարդիկ գնացել են տարբեր ուժերի են ընտրել, կարող է ամուսինը գնացել է մեկ այլ ուժ են ընտրել, կինը գնացել է մեկ այլ ուժ։ Հիմա որ վիրավորում է, փաստորեն մեկի ամուսնուն ես վիրավորում, ինքը չի կարա նորմալ ընկալի, որ դու իր ամուսնուն վիրավորում ես։ Դե ասում եմ, եթե համաձայն չեն, թող դուրս գան փողոց, հեղափոխություն անեն։ Սա ամենացինիկ հայտարարությունն է։ Ինքը նման ձեր ձևակերպմամբ ցինիկ, իմ ձևակերպմամբ խայտառակ նման հայտարարություն արել է նաև Արցախյան շարժման մասին։ Ասել է ես փակում եմ Ղարաբաղի հարցը, համաձայն չեք, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Հիմա ինքը նույն մոդելը խաղարկում է նաև հիմա։ Ասում է համաձայն չեք ինձ հետ, դուրս եկեք հեղափոխություն արեք։ Ընդամենը 2 տարի առաջ հունիսի 12-ին մենք համաձայն չէինք, դուրս էինք եկել փողոց ու ինքը կրակել է մեզ վրա։ Իմ բալիկը իմ սրտի տակ, ես Բաղրամյան պողոտայում էի ու ինքը կրակել է ինձ վրա։ Ինքը պոտենցիալ մարդասպան էր իմ երեխայի, որովհետև ես այնտեղ կանգնած էի ու ինքը իր հրամանով ոստիկանությունը կրակում էր մեզ վրա ու հետո էլ ինքը ասում էր, հայտարարում էր հետո, որ լրիվ բաներ արդարացված էր ոստիկանության նման գործելավոճը։ Այս սա է Նիկոլ Փաշինյանի ցինիզմը։ Այո, համաձայն չենք, դուրս են գալիս ու դու կրակում ես մեզ վրա։ Եթե այդպես է, դուրս են գալիս, դու որևէ ուժ չես կիրառում եւ մենք շատ թավշյա, փափուկ, սիրո, հոգատարությամբ այսպես մենք մեր հեղափոխությունը կանենք։ Եթե այդպես է, մենք էլ ենք ասում, դուրս են գալիս, բայց ուժ մի կիրառի խաղաղ բնակչության, խաղաղ գործողությունների նկատմամբ։ Իսկ կոնկրետ 2 տարի առաջ Բաղրամյան պողոտայում ես այնտեղ էի, խաղաղ բնակչությունը որևէ բռնություն չէր կիրառել, այլ կիրառել էր ոստիկանությունը խաղաղ բնակչության նկատմամբ։ Այսինքն շանտաժ է, որովհետև գիտի, որ այդ նույն խաղաղ բնակչությունը իրավապահ համակարգին հրանք տալու հնարավորություն չունի, ինքը ունի։ Այս սադրիչ հայտարարությունները, կարծես մարդկանց վիրավորելու, սադրելու, անդադ իր այս վերջին շրջանի իր խոսքում ինձ թվում է պիկին է հասնում, իսկ ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովուրդը չի տրվում այս սադրանքներին եւ ես վերջերս էլ նույնը հայտարարում եմ, որ սադրանքներին պետք չի տրվել, բռնություններին պետք չի գնալ, որովհետեւ ով որ գնում է առաջինը
բռնությանը ինքն է իր թուլությունը ցուցադրում։ Հենց ոստիկանությունը ցուցադրեց իր թուլությունը։ Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է իր թուլությունը այդ նման հայտարարություններ անելով։ Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան ռացիոնալ վերլուծությունների արդյունքում հասկանան իրենց անելիքները առանց այս սադրանքներին տրվելու։ Տեսեք, ազգային ընդդիմադիր հատվածը Հայաստանի ունի լրջագույն խնդիր։ Մի խնդիրը Հայաստանը Նիկոլ Փաշինյանից ազատելու խնդիրն է։ Մյուս խնդիրը Հայաստանից դուրս Հայաստանի հասցեին սպառնալիքներն են։ Դուք որպես կուսակցություն շատ եք խոսում այն մասին, որ եթե Փաշինյանը վերընտրվի, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան։ Իշխանությունը ձեզ հակադարձում էր, ասում էր, որ ստում եք, բայց այսօր Նախիջևանում արևմտյան Ադրբեջան կեղծ ինչ-որ համաժողով է։ Ադրբեջանցի պաշտոնյաները այդ ֆեյք արևմտյան Ադրբեջան համայնքի ղեկավարը խոսում են այն մասին, որ այո, ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան եւ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ գոյությունը Հայաստանում։ Հիմա տեսեք, դուք քանի խնդրի առաջ եք կանգնած։ Տեսեք, խնդիրն այն է, որ արևմտյան Ադրբեջան խոսույթը ինքը պարզապես խոսույթ չի։ Ադրբեջանը Իլհամ Ալիևի հենց հրահանգով ուղիղ մի ամբողջ ենթակառուցվածքներ են ստեղծվել արևմտյան Ադրբեջան ծրագրի շուրջ։ Եթե մենք բացում ենք կայքերը, հա, հենց այդ արևմտյան Ադրբեջան պորտալը կա, որ բացում ես, մի հատ ամենաառաջին էջում մի հատ քարտեզ է դուրս գալիս։ Որ sense նայում ես այդ քարտեզին, շատ ծանոթ քարտեզ է։ Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ամբողջական Հայաստանի Հանրապետության քարտեզն է, երբ որ մենք բացում ենք Ադրբեջանի նախագահի հրամանով, նրա աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ ստեղծված պորտալը, որտեղ որ Հայաստանի Հանրապետության ամբողջական տարածքով գրված է Արևմտյան Ադրբեջան եւ անվանումները ամեն ինչը ադրբեջաներենով, ադրբեջանական անվանումներով։ Կա հստակ ենթակառուցվածք մեդիա դաշտում, կա հստակ ենթակառուցվածք ազգային ժողովում, Միլի Մեջլիսում Ադրբեջանի հանձնաժողով, որը որ զբաղվում է արևմտյան Ադրբեջանի հարցերով։ Համալսարանում ստեղծվում են ֆակուլտետներ արևմտյան Ադրբեջանի տնտեսության ուսումնասիրության հանքերի մասով, ու որ բացում ես, նույնիսկ սա հանքերը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանքերի մասին է խոսքը։ Միջազգային դերակատարներ են գալիս են եւ հանդիպում են արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ։ Բրյուսելում տեղի ունենում միջազգային կոնֆերանսներ, այսինքն սա ոչ թե միայն այսպես հայտարարություններ են, այլ հստակ կոնցեպտ է մշակված եւ այդ գիրքը, այդ կոնցեպտը պարոն Նարեկ Կարապետյանը մամուլի ասուլիս է ունեցել, բաժանել էր լրագրողներին, ամբողջական մի հատ գաղափար է, որ նրանք առաջ են տանում։ Եվ երբ որ մենք սրա մասին ենք խոսում, երևի թե այստեղ եւս մենք որոշակի ուշացել ենք, թե չենք կարողացել լիովին մարդկանց հասցնել, որ սա ոչ թե հիպոթետիկ մի սցենար է, այլ իրականություն է, որ մարդիկ գուցե չեն կարողացել լիովին հավատալ այդ սցենարին, բայց այսօր ճիշտ եք Նախիջևանում հենց 30 կիլոմետր Երևանից հեռավորության վրա իրականանում է մի խայտարակ միջոցառում, որտեղ որ լեփլեցուն են հակահայկական թեզերը։ Հենց սրա մասին ենք մենք խոսում, այո, ինձ թվում է այստեղ նաև մենք ենք որոշակի թերացում ունեցել, որ չեն կարողացել մարդկանց այս սցենարի կատար իրականության համապատասխան լինելը ցույց տալ։ Տեսեք, առհասարակ, երբ ընդդիմությունը ազգային հատվածը ուժեղ Հայաստանը խոսել է, որ ադրբեջանցիները գալու են ժողովուրդ բնակվեն Հայաստանում, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Նիկոլ Փաշինյանը, նրա արտգործնախարար Արարատ Միրզոյանը անմիջապես արձագանքել են ձեզ, ասել են, որ դուք ստում եք, բայց երբ Ադրբեջանից ասում են, որ գալու ենք այդտեղ ապրենք, օրինակ Նախիջևանից հնչած այսօրվա հայտարարություններին, միջև այս պահը մեր արտգործնախարարությունը չի տվել որևէ արձագանք։ Դուք սա ինչով եք պայմանավորում։ Այնտեղ պաշտոնյաների մակարդակով հնչում է նախադասություն ադրբեջանցիները գալու են Հայաստան։ Ուր է մեր արտգործնախարարությունը։ Ինչու են ձեզ այդպես արագ հերքում, բայց ադրբեջանցի պաշտոնյաներին ոչ։ Ասեմ, երբ որ մենք խոսում ենք այդ մասին, միայն մեր խոսելուց հետո նրանք սկսեցին հերքել նման սցենարի գոյությունը, ասելով որ բանակցային սեղանին չկա նման հարց,
Եվ գիտեք, գուցե իրապես բանակցային սեղանին նրանք չեն քննարկում դա, որովհետև առհասարակ նրանց հետ որևէ բան չեն քննարկում։ Հայաստանյան կողմի հետ բերում են դնում են պահանջները, ասում են սա պետք է իրականացվի, եւ Նիկոլ Փաշինյանը պետք է հլուհնազանդ գա դա իրականացնի, եւ այն հիստերիան անգամ հետ գալով հարցին, թե երեք ինչ էր տեղ ունենում ազգային ժողովում, այն պարզ ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իրականացնել այն պահանջը, որ դրվել էր Ադրբեջանի կողմից, սահմանադրական մեծամասնություն ապահովելու ազգային ժողովում, որովհետև բնակչության կեսից ավելին փաստացի մերժեց Նիկոլին ու մերժեց Նիկոլի առաջ տված գաղափարներին։ Այսօրվա արտաքին գործերի նախարարությունը զբաղված է այն կեղծ խաղաղության գործընթաց ասվածի շուրջ ինչ որ տարբեր ես գիտեմ տարբեր հանդիպումների ժամանակ ինչ որ բրոշուրներ էին ունենում, տանում էին մարդկանց բաժանում էին, իրենք իրենց էլ չգիտեմ հավատում էին այդ բրոշուրներին թե ոչ, բայց իրականում միջազգային դերակատարներն էլ համոզված են, որ լավ են հասկանում, որ այդ խաղաղություն ասվածը բրոշուրով չի լինում եւ խոսքով չի լինում եւ այն կեղծ խաղաղությունը, որ նրանք բերել են այսօր Հայաստան, ժամանակավոր այսպես հանդարտ ինչ որ վիճակ է, քանի դեռ ինքը պատրաստ է ամեն ինչ տալ միակողմանի։ Բայց նույն ԱԳՆ-ն բախվելու է, չէ՞, նույն խնդրին, երբ ադրբեջանցիները ցանկություն հայտնեն, գան արդեն։ Իրենք պատկերացնում են, որ դրանք ուղղակի մնալու են հայտարարությունների ժանրում։ Իհարկե չէ, իհարկե նրանք հասկանում են, որ սա եւս ռեալ սցենար է, ռեալ պահանջներ են, բայց այսօրվա դրությամբ մենք Հայաստանում այսօր արտաքին գործերի նախարարությունը ոչ թե աշխատում է արտաքին հարցերի կարգավորմամբ, այլ ծառայում է Նիկոլի ներքին օրակարգերը սպասարկելով, որովհետեւ ես համոզված եմ, որ այնտեղ նաեւ կան այնպիսի մարդիկ, ինքս աշխատել եմ այնտեղ, գիտեմ, մարդիկ կան, որ գիտակցում են այն ամբողջ սին եւ կեղծ թեզերը, որ առաջ են տալիս իշխանությունները, բայց ստիպված են, իրենք ամեն մեկը իր խղճի առջև թող հանգիստ լինի, ստիպված են ծառայելու բացառապես Հայաստանի ներքին օրակարգին սպասարկող հարցեր լուծելով։ Իսկ ԱԳՆ-ն գուցե չի արձագանքում, որովհետև ունի այսպես ներքին հանգստություն, որ Նիկոլ Փաշինյանը մի 10 օր դուրս կգա փողոցներում ճոռոմ տեքստեր կասի ու կանցնի, օրինակ տեսեք, ինքը քարոզարշավի ընթացքում ասում էր, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չվերցնենք, սեպտեմբերին կլինի աղետալի պատերազմ։ Հիմա սահմանադրական մեծամասնություն չի վերցրել, գնում է ազգային ժողովում, ասում է ժողովուրդ, ես չեզոքացրեցի այդ աղետալի պատերազմի ռիսկերը։ Հիմա գուցե իրենք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ասում էր, ես կրկոտ հռետոր եմ, կրկոտ հռետորաբանությամբ կարողանալու է ժողովրդի համար ընկալելի դարձնել ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Ես ավելի կողմ եմ օգտագործել բնակեցում եզրույթը, ոչ թե վերաբնակեցում։ Իհարկե վերադարձ չի, դա դաժե կասեի ադրբեջանցիների ներխուժում Հայաստան, այո։ Կարելի է այդպես ասել, ադրբեջանցիների ներխուժում Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը, եթե կարողացել է Արցախի հանձնումը ներկայացնել որպես Հայաստանի փրկություն, չէ, պես էր ասում ենք, փրկվեցինք։ Ասում եք թոքից Արցախը հանձնելով մենք վերագտանք Հայաստանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է Հայաստանի սուվերեն տարածքները հանձնելով ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի մի շարք տարածքներ, ներկայացնել դա որպես ինքնիշխանության մարմնավորում, դրսևորում, ապա ես չեմ կասկածում, որ նա իր վրա վստահ է, որ կարող է նաև 300,000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, ներխուժումը Հայաստան ներկայացնել որպես խաղաղության մարմնավորումը, որ ահա խաղաղությունը եկել է եւ մենք իրար հետ կարող ենք խաղաղ ապրել, լոլիկ վաճառել, տանել բերել եւ այլն։ Ես չեմ բացառում, որ նա այս ուղղությամբ է որոշակի քարոզչական թեզերը պատրաստում, տանում, բայց մի բան հստակ է, որ այս ընտրությունները, որ տեղի են ունեցել, սա միայն քաղաքական կուսակցությունների ընտրություն չէր, եւ ժողովուրդը մեծամասնություն, եւ ես անչափ շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ գնաց եւ իր ոչը ասած այն գաղափարներին, որ բերում է Նիկոլ Փաշինյանը, սահմանադրական 700,000-ն էլ այո ասաց։ 700,000 թվեր ես չեմ ուզում հիմա նշել, այո, մենք շփվում ենք մարդկանց հետ, մենք գնում ենք մարզեր, մենք տեսնում ենք, որ մարդկանց մի շրջանակա, որ սատարում է Նիկոլ Փաշինյանը, դա անհերքելի փաստ է։
բայց ես շատ մեծ վերապահումով կմոտենամ այն թվերի, որոնք որ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձրաձայնում է առնվազն 100,000 մարդկանց ձայների մասով մենք ունենք շատ լուրջ կասկածներ, թե ինչպես են նրանք վերարկել, որովհետև փաստացի նրանք մատնահետքով չէին իդենտիֆիկացվել։ Իսկ հետո ինչ է տեղի ունեցել, դա եթե ունենայինք իրապես անկախ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք կհասկանայինք, թե այդ 100,000 ձայները որտեղ են գնացել, բայց քանի որ ունենք պարզապես Նիկոլի Օգնականի գլխավորած կառույց, ունենք այն պատկերը, ինչ որ ունենք։ Արեգա, ինքդ պատկերացնում ես, որ կարող ես ապրել մի Հայաստանում, որտեղ հարևանդ կլինի ադրբեջանցի, որովհետև իշխանությունը ասում է, ժողովուրդ պետք չի լինել ադրբեջանատյաց եւ թրքատյաց, համակերպվեք, որ Հայաստանի աշխարհագրությունը չի կարող փոխվել եւ մեր կողքի պետությունները Թուրքիան են եւ Ադրբեջանը եւ մենք առհավետ այդ երկուսի հետ չենք կարող ճշնամական հարաբերություններ ունենալ։ Իմանեք դու պատկերացնում ես, որ երբևէ կապրես այնպիսի Հայաստանում, որտեղ հարևանդ ադրբեջանցի կլինի։ Ես երբևէ չէի պատկերացնում, որ կապրեմ մի ժամանակահատվածում, որ Արցախում չի լինի մեկ հայ։ Ես անկեղծ եմ խոստովանում։ Ես այդ երևի ինձ որ հարցում են քո սխալները որոնք էին, ես ասում եմ երևի այն է, որ ես ապրում եմ անդադին փոխպջակի մեջ, Արցախում իմանալով որ միշտ լինելու, ոնց կարող է Արցախը չլինի, ոնց կարող է մենք հանգիստ չգնանք Արցախում, մեր նախարարությունները Արցախում, նախագահական, այսինքն ես անկախության սերունդն եմ։ Ես ծնվել եմ 91 թվականին եւ ես չեմ տեսել իմ հարևանությամբ արդեն ադրբեջանցիների։ Ես երբ որ ծնվել եմ, արդեն իմ հայրենիքը հաղթանակում էր 92 թվականից, ռազմի դաշտում արդեն բեկումնային պահը սկսվեց, Շուշիի ազատագրում եւ այլն, եւ ես ապրում եմ այդ ժամանակաշրջանում եւ ես չեմ պատկերացել, որ կարող է մի օր լինի եւ այն որ արխային էինք ընկել, այսպես ասեմ, այդ մեր սխալներից, այսօր ինչ որ շատ եմ խոսում մեր սխալներից, երևի պետք է, բայց խոսել, եթե ես պատրաստ լինեի ադրբեջանցիների հետ ապրելու, ինձ նման օրինակ 120,000 արցախցիները պատրաստ լինեին ապրելու, երևի կմնային Արցախում, դուրս չէին գա։ Իհարկե պատրաստ չենք, ես որպես մայր, երկու երեխաների մայր, ես պատրաստ չեմ, որ իմ կողքին լինեն Սաֆարովներ։ Իսկ Սաֆարովը ոչ թե մի հատ քեյս է ընդամենը, այլ դա մի հատ ամբողջ գաղափարախոսություն է, որտեղ ինքը հերոսացվեց Ադրբեջանում։ Դա ոչ թե մի հատ մարդասպանության դեպք էր, պարզապես որ տեղի ունեցավ, ու հետո մեզ ասում են, բա դուք էլ եք սպանում, բան, ինչ որ այսինքն ադրբեջանական թեզերը, ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի են ուզում երևալ մեր հայ պաշտոնյաները։ Սաֆարովը ինքը հենց բուն Ադրբեջանի հանրապետության գաղափարախոսություն է, հային սպանողը հերոսացվում է։ Այո, ես վախենում եմ այս սցենարից, այո, դրա համար ես այսօր այս պայքարի մեջ եմ, այս քաղաքական պայքարի մեջ եմ։ Եվ նաև եկեք խոսենք երեք ուշ երեկոյան տեղ ունեցած մի կարևոր զարգացման մասին, Իրանը եւ Միացյալ Նահանգները իրար հետ պատերազմի մեջ գտնվող երկրներ ի վերջո կարողացել են սեղանին դնել հուշագիր խաղաղության կետերով։ Նախորդիվ եւս Արեգա կար նման խաղաղության հուշագիր, հստակեցված էին կետեր, բայց խախտվեց դա։ Ձեր գնահատմամբ ինչ կունենանք մենք այստեղ, որովհետև եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները Հայաստանին հետաքրքիր են նաեւ թրիփի ուղիով։ Շատ հետաքրքիր զարգացումներ են իրականում, որովհետև մենք տեսնում ենք, որ ստատիկ որևէ բան գոյություն չունի։ Սա շատ կարևոր է։ Ու երբ որ մեզ սանից հարցնում են Հայաստանի այս կամ այն ձեր որպես կուսակցություն այս կամ այն հարցի նկատմամբ ձեր դիրքավորումը, մենք իհարկե կարող ենք մեր մոտեցումները, գաղափարները տալ, բայց շատ բան կախված է միջազգային հարաբերություններից, միջազգային կոնֆիգուրացիաներից։ Եվ այսօր փաստացի Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացավ հասնել նրան, որ նստի ԱՄՆ-ի հետ նույն սեղանին եւ սկսի խոսել խաղաղության մասին։ Այն պարագային, որ գրեթե ամբողջ աշխարհը պայքարում էր Իրանի դեմ, եւ այստեղ գիտեք մի հատ շատ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, որ սա ոչ այնքան իրանական դիվանագիտության հաղթանակ էր, այլ իրանական զինված ուժերի հաղթանակն էր, որովհետև դիվանագիտությունը, եթե չի ունենում հողի վրա հաղթանակներ, ինքը չի կարողանում գնալ եւ
թղթի վրա ունենալ շահեկան դիրքավորում։ Այն ինչին հակադրվում է Փաշինյանը, ասում Այո։ է հաղթանակը եւ անվտանգությունը դա բանակը չէ։ Հենց դրան եմ ես նաև գալիս հակադրելու։ Նույնը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք կարողացանք հասնել փաստաթղթերի վրա հայկական շահերը ապահովող փաստաթղթերի, երբ որ 92 թվականից հետո մենք կարողացանք հաջողություններ գրանցել հողի վրա։ Հետևաբար, սա այն կարևոր ցուցիչն է, սա այն կարևոր օրինակն է, ինչպես են երբ որ պետությունը ունենում է քաղաքական կամք իր պետությունը պահելու, կարողանում են հասնել հաջողությունների։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Արեգա Հովսեփյանն էր, կհանդիպենք վաղը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմատ Media AM կայքում։